Ծափաթաղում հոր կողմից 3-ամյա երեխային սպանելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործ ուղարկվել է դատարան։ Արմնուր լրատվականին հայտնի է, թե որ դատավորն է քննելու աղմկահարույց սպանության գործը։ Վերջինս մակագրվել է դատավոր Արտավազդ Կարապետյանին։ Արմեն Հովհաննեսովին մեղադրանք է առաջադրվել, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Հովհաննեսովը իր երեխան չէ եւ այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժարիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Հովհաննեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկի հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է։ Արմեն Հովհաննեսովը կալանավորված է, ավելին մեծ հայտնի դարձավ, որ դատարանը նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը։